Սիրելի հայրենակիցներ, մի հատ փաստ հիշացնեմ ձեզ, ամիսներ առաջ, երբ որ տեղի ունեցավ խայտարակ թիրախը եկեղեցու հանդեպ եւ Սամվել Կարապետյանի կալանավորելը, ես եկածերին բուրգում պատոս Նարեկ Սպարտակյանը ասի համաձայն չեմ։ Համաձայն չեմ, որտեղ քրիստոնյա եմ, համաձայն չեմ, որովհետեւ ես գիտեմ, որ չկա այդպես հայ երիտասարդ, հայ գործարար, ով չի ճանաչում, չի արգում Սամվել Կարապետյանին։ Եվ ժողովրդավարական այսօրվա Հայաստանի փոքր խմբակը շատ արագ ագնի զանգին ասին եղբայր կարծիքդ փոխի, ասի չասին դե 7 տարվա գործը միան 50,000 հայ Ուրալի շրջանում առանց ներկայացուցիչ, այսօր եկել եմ Հայաստան, ընկերներիս հանդիպում եմ, բարեկամներիս ասում եմ եկեք, գնանք, բան չանենք, որոշը պայքարենք ազատություն։ Արգում ենք բոլորս, Մանտաշով, Գյուլբեկյան, սիրում ենք անցյալ, այսօրվա մեր ժամանակի, մեր առաջնորդին, եկեք գնանք, եւ գիտեք ինչ եմ լսում, եղբայր ասմակներս էլի հետո կգաս կհանդիպենք, պետական մի հատ կոնտրակտ էինք սպասում, մի հատ տենդեր էինք մասնակցում, ես պետությունը ինչ-որ մեկի սեփականություն, հա, բա ինչ ենք սպասում, պատվությունը կրկնվելուն է, ես այսօր ստեղ եմ, ես շատ ուրախ եմ, վստահ եմ ու խոսեցել եմ բոլոր իմ ընկերների հետ, գործընկերների դիվանագիտական կառույցի, բոլորը գալիս ասում են, մենք ինչ ենք ուպես մոտացում, բայց դե ինչ, ումից եք վախում։ Եվ այդ դա ժողովրդական Հայաստանը։ Դրա համար մենք բոլորս միասին խնդրում եմ մեր հայրենակիցներից, այս լայվը, ինչ ճանաչում եք, ինձ զրկել են այդ պատվի բանից, բան չի փոխվել։ Ավելի երջանիկ եմ, ավելի ուրախ եմ եւ արժանապատվությունը ստե, որովհետեւ այ հետևը այդ շենքում շատ մեծ բարերար, շատ մեծ հայորդի, շատ մեծ մարդիկ է։ Ու պետք է բոլոր հայրենակիցներին նորից ու նորից խնդրում եմ, եկեք միացեք, պահանջեք ազատություն, պահանջեք արդարություն, ձեզ չեք ասում եկեք ընտրեք մեր շարժմանը, մեր ձևով Սամվել Կարապետյանին, ուղղակի մի թողեք պատմությունը կրկնվի։ Նայեք ինչ է կատարում 100 տարի առաջ նույնն է եղել։ Սամվել Կարապետյանին ազատություն, 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 ազատություն։ Մենք ենք գալու, այնքան ենք կայնելու, որ այդ ազատությունը լինելու է։ Սա նեշի որ եկել ենք ժամանակավոր կայնենք, հա գալու ենք, գնալու ենք ու գնալու անելու ենք ոնց մեր ձևով, մեր ձևով, մեր ձևով, մեր ձևով, մեր ձևով, մեր ձևով, մեր ձևով։ Ոչ մի բաներ չտվեց ակնկալությունը չեն մանրամասնել։ Ձեզ անձամբ է զանգահարել, դեռ եք ասել, որ աշխատանքից ազատվել։ Հա, ես խոսեք, ես մեկ վարքեմ մի բարձր միկրոֆոնը բաց ասել, լավ ասել, եթե կարճ ասա։ Թե բայց խնդրենք ես միկրոֆոնը։ Հա, միկրոֆոն։ Տուր մերի, տուր։ Հա, միկրոֆոն։ Ազարա ջան, հարցրը։ Չաջան։ Բարձր ասա, որ բոլորը նստեն։ Մեկ երես կայ։ Ձեր ազատվեցիք պաշտոնից, ձեր արտգործնախարարության լրատվամիջոցները կոչել էին պարզաբաններ, պարզաբանում չեղավ, միայն հաստատեցին ձեր ազատումը։ Խնդրում եմ տեղեկացնեք, ով է անձամբ կապվել ձեզ հետ արտգործնախարարությունից, ինչ են փոխանցել, հատկապես ինչի համար են ձեզ աշխատանքից ազատում, ինչ է գրված եղել, եթե գրավոր է եղել։ Գիտեք, արտգործնախարարության հետ պատվո չէ, որպես հանրություն իմանա, պատվո հպատոսը ես երկրից չէի ստանում, որը կգումար աշխատավարձ, 2018 թվականից նշանակվել է մինչև անցած տարի, ես արտգործնախարարության հետ չեմ աշխատում, Ռուսաստանի դեսպանատան հետ, ես Ռուսաստանի դեսպանատնից ստացել եմ հենց Սամվել Կարապետյանի կալանավորից մի օր երկու օր հետո զանգ, որից ասել են դու այդ կարծիքին ես, եթե ասել եմ այո այդ կարծիքին եմ, ու ես վստահ եմ, որ Ռուսաստանի դեսպանատան ԱԳՆ-ի բոլոր աշխատողները այդ կարծիքին են, բոլորը այդ շփվել են, բոլորը եթե սեֆիրում նստել են, աչքերից մեջ նայել, ասել են այո, մենք ենք կոպես ենք մտածում, բայց չենք արտահայտում։ Ես միտինգ չեմ կազմակերպել, ցավոք սրտի։ Ես չեմ մասնակցել, առաջ անգամ եմ ստեղ, չէ, ես մեր շարժման աջակից եմ, ուղղակի ասել են այդ էս պատճառով կարող է, չգիտեմ, երկու հատ այդքան է սոցիալ ցանցերում ակտիվ չեմ,
վազում եմ երկու հատ post եմ արել, էջ միածին եմ գնացել, չգիտեմ պատճառը որն է, բայց պատճառն է դա եղել, ու ես այս պատճառով վստահ եմ, որ իմ երեխաներն, իմ ընկերներն են, բոլորն են իմ կողմից են, որ էդի ճիշտ է, ու մենք խնդրում եմ, երեք չլռենք, էլի, ոչ մեկս, մի վախեք, ոչ մի բան չենք կորցնելու, մենակ ձեռք ենք բերելու, չենք լռելու, մեր ձևով, մեր ձևով, մեր ձևով, մեր ձևով, մեր ձևով, Բայց իրանք կոմենտ, բան չեն կարասել, նրա համար կոմենտ չասել։